Ազգային ժողովում մեկնարկել են Հայաստան խմբակցության նախաձեռնած խորհրդարանական լսումները նվիրված Հայաստանում քաղբանտարկյալների խնդրին։ Լսումներն անցնում են առանց գործադիրի ներկայացուցիչների մասնակցության։ Գլխավոր դատախազը հրաժարվել է մասնակցել պատճառաբանելով ծանրաբեռնվածությունը։ Ի նշան բողոքի կառավարության անդամների համար նախատեսված սեղաններին տեղադրվել են քաղբանտարկյալ համարվող անձանց լուսանկարները։ Մասնավորապես վարչապետի սեղանին դրված է Շիրակի թեմի առաջնորդ Միքայել arczepiskopos Աջապահյանի լուսանկարը։ Լսումների համար հիմք են հանդիսացել Հայաստանի Հանրապետությունում արձանագրվող ժողովրդավարության հետընթացը, որի բաղկացուցիչ մասն են կազմում խոսքի, խղճի, հավաքների ազատությունների կոպիտ ոտնահարումները, ԶԼՄ-ների հանդեպ ճնշումները, շինծու քրեական գործերը, քաղաքական այլ հայացքներ ունեցող գործիչների և քաղաքացիների նկատմամբ։ Ընտրովի արդարադատությունը, որը դրսևորում է, ինչպես մենք տեսնում ենք, անարդար դատավճիռներով, աննախադեպ թվով քաղաքական բանտարկյալների առկայությամբ։ Եթե պատասխանող պետությանը չի հաջողվում ապացուցել, որ տվյալ անձի ազատազրկումը լիովին համապատասխանել է միեք պահանջներին, այնպես ինչպես դրանք մեկնաբանվել են Մարդու իրավունքների Եվրոպական դատարանի կողմից, մասնավորապես արդարության, համաչափության և խտրականության բացակայության պահանջների առումով, եւ որ ազատազրկումը արդարադատության, արդար գործընթացի արդյունք է, ապա տվյալ անձը պետք է համարվի քաղաքական բանտարկյալ։